Հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակում և մասնագիտացված բժշկական կազմակերպություններում առկա են անվճար դեղեր։ Դրանք առողջապահության նախարարությունը մարդասիրական օգնություն է ստացել Հայաստան-Արցախ հիմնադրամից։ Արդեն շուրջ 30 տարի եւ ավել նախարարությունը համագործակցում է բարեգործական հիմնադրամի հետ, որի միջոցով տարիներ շարունակ նախարարությունը ստացել է մեծ քանակով եւ դեղեր, եւ բժշկական նշանակության ապրանքներ եւ սարքավորումներ։ 2024 թվականին Հայաստան են ուղարկվել մեծ քանակությամբ հակաուռուցքային դեղեր, որոնք մեծ նշանակություն են ունեցել բազմաթիվ բուժառուների կյանքի որակի բարձրացման համար։ 24 թվականի մարտ ամսից մինչև 25 թվականի փետրվար ամիսը, փետրվարն էլ ներառյալ, ուրեմն ավաստին դեղի համարժեք փոխարինով, բևացուզիմաբ դեղով բուժում է ստացել շուրջ 690 պացիենտ, դեղը ամբողջովին հիվանդներին տրամադրվել է անվճար եւ ամբողջական կուրսով։ Անվճար տրամադրված դեղերը նաև զգալիորեն նվազեցրել են բուժառուների ֆինանսական ծախսերը։ Բևացուզիմաբ դեղի մեկ բուժման կուրսը, մեկ ամսվա կուրսը, մեկ հիվանդի համար կազմում է մոտավորապես 400,000 եւ ավել։ Այսինքն կա պացիենտ, որ ստանում է 6 ամիս, կա պացիենտ, որ ստանում է 1 տարի եւ այդ ամբողջը, եթե հաշվարկանենք, մարդասիրական օգնության ճանապարհով անվճար հատկացվել է պացիենտին։ 2025 թվականին գործակցությունը բարեգործական հիմնադրամի հետ շարունակվում է եւ արդեն իսկ նախարարությունը ստացել է նոր խմբականակ, ներառյալ հակաուռուցքային, հակաբիոտիկներ, հակագերջնշումային, սիրտանոթային եւ այլ հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ դեղեր։ Հումանիտար դեղերը բավականին մեծ օգնություն են եւ մեզ եւ մեր բնակչությանը, որովհետեւ հումանիտար ճանապարհով ստացվող դեղերը տրամադրվում են բոլորին, առանց սոցիալական խմբերը առանձնացնելու, տրամադրվում են բոլորին անվճար։ Այսինքն այն մարդիկ, որոնք հիվանդ են, կարիք ունեն էտրոպեին դեղորայքի, իրենք շատ հանգիստ կարող են հումանիտար ճանապարհով ստացված դեղորայքից օգտվել։ Արմետ համակարգում յուրաքանչյուրը կարող է տեսնել, արդյոք առկա է իրեն անհրաժեշտ դեղը։ Յուրաքանչյուր պացիենտ կարող է ամենօրյա ռեժիմով մտնել եւ տեսնել իրեն գծված այն բժշկական հաստատությունում, որտեղ ինքը հաշվառված է, տվյալ պահի դրությամբ ինչ մարդասիրական օգնության դեղեր կան։ Դեղը անվճար տրամադրվում է բժշկի ցուցումով։ Առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված եւ բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը եւ արդյունավետությունը։ Հիշեցնում, դրանք անցնում են լաբորատոր փորձաքննություն եւ միայն դրական արդյունքի դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը եւ բաշխումը։ Քրիստինե Թորոսյան, Էդգար Դավթյան, լուրեր։